Ես այժմ սիրով բեմահարթակ եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Խնդրեմ, պարոն Խաչատուրյան։ Սիրելի համալսարանականներ, Հայաստանի Հանրապետության կառավարության հարգարժան անդամներ, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Ուրախությամբ ողջունում եմ Երևանի Պետական Համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը եւ հուսով եմ, որ այն նոր ավանդույթի մեկնարկ կդառնա։ Երևանի Պետական Համալսարանը որպես Հայաստանի մայրբուհ տարիներ շարունակ եղել է մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի առանցքային հենասյուներից մեկը։ Այստեղ ձևավորվում են ինչպես բազմաթիվ մասնագետներ, այնպես էլ ակտիվ ու պատասխանատու անհատներ, ովքեր հաճախ առաջնորդում են մեր պետության զարգացումը։ Այսօր մեր հասարակության եւ պետության առջև ծառացած են մի շարք խորքային մարտահրավերներ, թե անվտանգային, թե տնտեսական, թե մշակութային ու բարոյահոգեբանական ոլորտներում։ Այս բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ հիմնարար լուծումը հնարավոր է միայն կրթված քննադատական մտածողության, մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվության եւ գիտելիքի նկատմամբ բարձր գնահատական ունեցող հասարակության միջոցով։ Հենց այդտեղ է համալսարանի եւ համալսարանական համայնքի դերը, որպես գիտության, գիտելիքի եւ առաջադեմ գաղափարների դարձնող։ Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացն նորից փոխում է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, գիտությունը դառնում է պետության կենսունակության, մրցունակության եւ ինքնիշխանության երաշխիքներից մեկը։ Այս ֆորումը բացառիկ հնարավորություն է վերարժևորելու համալսարանական կապերը, ամրապնդելու շրջանավարտների համախմբվածությունը եւ ստեղծելու միասնական գիտակրթական հարթակ, որն ունակ կլինի արձագանքել ժամանակի պահանջներին ու մեր երկրի կարիքներին։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իբրև ամուր հենք գիտական եւ կրթական համագործակցության նոր ուղիներ ձևավորելու, փորձի փոխանակման նոր հնարավորություններ փորձարկելու համար, ոչ միայն ազգային, այլ միջազգային հարթակներում։ Ֆորումի հարգելի մասնակիցներ, առաջիկա օրերին մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ բովանդակալից քննարկումներ, հանուն գիտության եւ հանուն մեր պետության զարգացման։ Մեկ անգամ եւս շնորհակալություն հրավերի համար, հարգարժան ռեկտոր, եւ նաեւ շնորհակալ եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն եք տվել, այս ինձ համար շատ պատկառելի եւ շատ հարգալի միջավայրում գտնվելու համար։ Ես ինքս համալսարանական չեմ, բայց դա որևիցե ձևով ինձ չի խանգարում ասեմ, որ ես ձեզնից մեկն եմ, որովհետեւ իրականում իմ ամբողջ կյանքում ես միջև հիմա իհարկե բարձ է գնահատել եմ կրթությունը, գիտելիքը, նախաձեռնող մարդուն, նախաձեռնությունները եւ այդ առումով վստահ եմ այստեղ հավաքված մարդիկ էլ նույն մտածողության, նույն գաղափարներ կրողներն եւ այդ պատճառով միասին հավաքվել ենք այստեղ։ Ես մեկ անգամ ես ողջունելով այս նախաձեռնությունը ուղղակի ակնկալում եմ կամ սպասում եմ, որ նման հավաքները ոչ թե միայն կրնեն որպես հավաքներ, այդպեսին, այլ նաեւ իրենց բովանդակությամբ այնպիսի մի հարթակ կլինեն, որտեղ քննարկվեն այսօրվա մեզ շատ հուզող հարցեր, որովհետեւ ի վերջո ինչա ցույց տալիս կյանքը ցույց է տալիս, որ եթե մենք չենք անդրադառնում են հիմնախնդիրներին, որոնք մեր առջև այսօր կանգնած են, հետո այդ խնդիրները պարտադրում են պարզապես։ Եթե մենք չենք կարողանում կանխատեսել կամ գոնե ապագայում տեսնել, թե ինչ կարող է լինել եւ ինչ պետք է մենք անենք, այդ խնդիրները մեր առջև կանգնում են ավելի շուտ եւ մենք հետո սկսում ենք առանց երկար մտածելու կամ նույնիսկ առանց քննարկելու փորձել այդ խնդիրները լուծել եւ արդյունքում դա բան չի ստացվում։ Ես ձեզ կարող եմ լավագույն օրինակը բերել մեր պաշտպանության եւ անվտանգության հետ կապված խնդիրներին, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ մեր հետ 2020 թվականին, դա պետք է տեղի չունենար, որովհետեւ դա տեսանելի է 2003 թվականից սկսած, երբ որ սկսվեց սպառազինության մրցավազք եւ Ադրբեջանի ներդրումները այս բնակավարում հավասար էին արդեն մեր բյուջեին։ Իսկ մենք շարունակական ձևով չգիտեմ ինչի ենք սպասում եւ վարում ենք այնպիսի մի քաղաքականություն, որը կոչվում էր ըստ Վարդան Օսկանյանի ձևակերպման 1000 տարի էլ անցնի մենք այսպես փակված վիճակում, շրջափակված վիճակում կարող ենք ապրել։ Եվ մենք այստեղ մեր մեղավորություն ունենք, ես էլ ձեր հետ միասին, որ չկարողացանք դրա հակառակ տեսակետը ներկայացնել, որը նշանակում էր, որ իրատես պետք է լիներ եւ իրատեսության շրջանակներից ելնելով պետք էր ամեն ինչ անել, որպեսզի այդ սպառազինության մրցավազքի մեջ կամ ռեսուրսներ ներգրավել, կամ եթե մենք այդ ռեսուրսները չունենք, ուրեմն պետք է անցնել դիվանագիտական ճանապարհով հարցի արագ լուծմանը։ Ինչու ես սրան անդրադարձա։ Մենք հիմա հարցեր կան, որոնք փորձում ենք այլ կերպ լուծել, այսինքն սպասելով,
կամ խնդիրները միջև վերջ ձևակերպելով եւ այդ խնդիրներին չանդրադառնալով։ Եվ այդ առումով, երբ որ ես թեմայի շրջանակներում մարտահրավերների մասին եմ խոսում, մարտահրավերների անդրադառնամ, ես տարանջատեցի երկու մարտահրավերներ, արտաքին եւ ներքին։ Արտաքին այն առումով, որ մենք բոլորս աշխարհում որպես մարդիկ ապրում ենք այնպիսի միջավայրում, որ այսպես թե այնպես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեզ հետ կապ ունեն։ Այդպես է այսօրվա աշխարհը։ Եվ եթե մի որևէ տեղ աշխարհում տեղի ունենում որևէ արտարոց երևույթ, կլինի տնտեսական, կլինի քաղաքական, կլինի բնապահպանական կամ եղանակային, մենք դրա ազդեցության տակ ենք։ Եվ այն ինչ որ հիմա մենք զուտ եղանակային պայմաններով վերջին 3 օրը մեր մոտ տեղի ունենում, մենք էլի պատրաստ չենք։ Պատրաստ չենք, որովհետև մեր ինստիտուտները ընդհանրապես նման կանխատեսումներ չեն ուզում անեն կամ նման կանխատեսումների դեպքում մտածում են դե ասում են, էլի կարող է չլինի, չէ։ Պարզվում է, որ ամեն ինչ հնարավոր է կանխատեսել, ամեն ինչ հնարավոր է պատկերացնել, եւ պետք է ուղղակի դրա դեմ համապատասխան գործիքներ օգտագործել կամ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Սա ընդհանրապես վերաբերում է ինստիտուտներին, որը մի առանձին խնդիր է մեր պետության առջև կանգնած որպես ներքին։ Արտաքին մարտահրավերներից ես նաև հաշվի առնելով միջազգային տարբեր միջոցառումների իմ ներկայությունը, նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հաշվետվությունը կարող եմ այսպես մարտահրավեր որներ արտաքին, որը մեզ հետ անմիջապես առնչություն ունի, դա առաջինը պատերազմներն են։ Ցավոք սրտի 21-րդ դարի այսօրվա օրերին մենք չենք կարողանում խուսափել եւ ականատեսենք, որ այդ պատերազմները ոչ թե վերջանում են, այլ ընդհակառակը։ Նոր պատերազմներ են, օջախներ կան եւ մարդիկ հարցերը լուծելու ոչ լավագույն ճանապարհն են ընտրում, իսկ ցանկացած պատերազմ իր հետ խնդիրները բոլորի համար։ Եվ մենք հիմա բոլորս անհամբերությամբ ասենք սպասում ենք, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Բոլորս անհամբեր սպասում ենք, թե Հնդկաստան, Պակիստան այդ հակամարտությունը ինչպեսի լուծում կստանա։ Մենք բոլորս ի վերջո անհամբերությամբ սպասում ենք, թե մենք վերջը երբ ենք վերջակետ դնելու մեր Ադրբեջանի կիսապատերազմական կամ պատերազմական իրավիճակին։ Հաջորդ խնդիր որպես համաշխարհային խնդիր այսօր ապատեղեկատվության հարցն է։ Պատկերացրեք, որ դա է 10-րդ համաշխարհային խնդիրների շարքում, որովհետև հենց այդ ապատեղեկատվության հետ կապված տարբեր իրավիճակներ են առաջանում, ելի մեր կյանքի բոլոր բնագավառներում, տնտեսական, քաղաքական, ելի բարոյահոգեբանական եւ այդ ապատեղեկատվության հետ կապված է մենք պետք է կարողանանք ելի համապատասխան մասնակցություն ունենալ դրա դեմ առնելու։ Իհարկե արհեստական բանականություն, որի արդեն մենք դրա մեջ ապրում ենք եւ կողք կանգնել եւ չտեսնել դա կամ չփորձել դրա մասնակից դառնալ, դա հարցի լուծում չի։ Մենք ուղղակի իրավունք չունենք այս ամեն ինչից հետո։ Ես վստահության վերականգնում եւ կայունության վերականգնում սա է միջազգային արտաքին որպես մարտահրավեր պետք է դիտարկել, որովհետեւ ինչ է պակասում։ Դա վերաբերում է ոչ միայն այս աշխարհում, ընդհանրապես պետական ինստիտուտների նկատմամբ վստահության պակաս կա։ Դա տարբեր գործոններով պայմանավորված, էլի արժեքային համակարգի որոշակի ճգնաժամերով, կոնկրետ խոսքը վերաբերում է ժողովրդավարական արժեքներին, որտեղ իրականում ժողովրդավարությունը հիմա ճգնաժամային իրավիճակում է գտնվում, եւ մենք որպես մարդիկ, որպես պետություն, ով ժողովրդավարական արժեքներ կրող գաղափարախոսական այդ արժեքները կրող է հանդիսանում, ինքը չի կարող է մասնակից չլինի։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել այս ճգնաժամը եւ աշխարհին մեկ անգամ եւս ցույց տնել, որ մարդկային զարգացումը պայմանավորված է միայն ժողովրդավարությամբ։ Եվ այն հաջողությունները ճակերտավոր, որ կան ոչ ժողովրդավարական համակարգերի դեպքում, դրանք շատ ժամանակավոր են եւ ի վերջո կյանքը ցույց է տալիս, որ դրանք ապագա չունեն։ Բայց մենք այս ճգնաժամի մեջ ենք եւ մենք պետք է կարողանանք նաեւ այդ ճգնաժամի հաղթահարման հետ կապված մեր ներդրումը ունենալ։ Եվ իհարկե այսպես են ձևակերպում մոլորակի պաշտպանություն։ Դա եւ կլիմա է եւ էկոլոգիա է եւ ամեն ինչ է ինչու մեջ որ մենք ապրում ենք, այդում նաեւ պատերազմական վտանգները, որտեվ նաեւ արհեստական բանականություն է այս թվում։ Սա է մի մարտահրավեր, որից մենք չենք կարող զերծ մնալ։ Ներքին մարտահրավերների առումով, որովհետեւ դա բնորոշ է տվյալներում միայն Հայաստանին, ասենք վերցրեք միայն դեպի ծով երկչություններու հանգամանքը, այդպիսի 34 երկիր կա աշխարհում, յուրահատուկ իրավիճակում ենք հայտնվել մենք, բացի նրանից, որ դեպի ծով երկչություն ենք, նաև սահմանների սահմանափակություն ունենք ժողովրդագրական խնդիրներ,
ունենք նյութական ռեսուրսների սահմանափակության խնդիրներ, ունենք պետական ինստիտուտների չկայացվածության խնդիրներ, ունենք ժառանգած վատ ավանդույթներ, հատկապես պետական կառավարման համակարգում, ունենք կոռուպցիայի հաղթահարման խնդիրներ, թեկուզ եւ այս բնակավարում ահռելի հաջողություններ ունենք, բայց դա չի կարող բավարարել մի այնպիսի երկրի, որ մենք ենք, որտեղ կոռուպցիան ինքը հենց ահռելի ռեսուրսների վատնում է, որի արդյունավետությունը ոչ մի անգամ որևիցե ձևով չի կարելի բացասական արդյունավետությունը գնահատել, բայց դրականը տեսանելի է։ Ես կարող եմ թվարկել իհարկե անհանդուրժողականությունը, որ մեր մոտ կա, որը մենք պետք է հաղթահարենք։ Ես կարող եմ այդ շրջանակներում նաև նշել, որ մենք հայտնվել ենք տնտեսական առումով մի այնպիսի իրավիճակում, երբ որ դասական կամ մեզ համար մեզ հայտնի շատ տնտեսական գործիքներ այլևս չեն կարողանում իրենց ազդեցություն ունենալ, թեկուզ եւ սա համաշխարհային խնդիր է, հատկապես COVID-ից հետո ինֆլյացիայի դեմ պայքարի այն գործիքակազմը, որ կար տրադիցիոն, որ կիրառվում էր կենտրոնական բանկերի կողմից, հաստորեն այսօր մինչև հիմա իրենց ազդեցությունը չեն ունենում, որովհետև պարզվում է, որ միայն դրանով չի պայմանավորված այդ ինֆլյացիան, օրինակ հիմա տնտեսական պատերազմների պայմաններում ինչքան դուք այդ գործիքները օգտագործեք, այդ սահմանափակումները, որոնք փորձում ենք կիրառել հատկապես ներկա ժամանակաշրջանում, հովանավորչական այդ քաղաքականության դեպքում, դա համարյա անհնար է դառնում, բայց բոլոր դեպքերում բոլորիս անհանգստացնող խնդիր է եւ մենք մի հետաքրքիր նաեւ իրավիճակում ենք հայտնվել, մի երկիր ենք, որ արդեն միջին եկամուտ ունեցող մեկ շնչին ընկնող համակարգ ներքին արդյունքով միջին եկամուտ ունեցող երկիր չենք այլևս կամ ավելի շուտ այդ երկրների ցանկում են գտնում, որտեղ մենք դրանից բարձր ենք եւ այդտեղ լրջագույն խնդիրների առջև ենք կանգնում, որոնցից մեկը աղքատությունն է, հաղթահարման խնդիրը, երկրորդը սոցիալական այն ծախսերը, որոնք այսօր կան եւ պետք է ծախսերի տակից փորձել դուրս գալ, բայց դրա համար հարկավոր է ների նոր գործիքակազմ, որպեսզի կարողանանք տնտեսության աճ ապահովել, այդտեղ կրթության խնդիր, առողջապահության խնդիրներ եւ այս ամեն ինչը ներկայացնելով ես նաեւ պարտավոր եմ կամ ինքս պատկերացնում եմ, որ լուծումների մասին է պետք է խոսել, որովհետեւ մարտահրավերների մասին խոսելը էլի կարելի է որոշակի գիտելիքի դեպքում ներկայացնել, բայց ավելի կարևոր է կարծում եմ ներկայացնել այն ճանապարհը, որով մենք պետք է հաղթենք, եւ այդ ճանապարհը մեկն է։ Գիտելիքն է, կրթությունը։ Այդ ճանապարհ չկա։ Ինչքան էլ ուզեք փորձեք առավելևս մեր դեպքում այլ ռեսուրսներ գտնել, որի միջոցով մենք կարող ենք եւ մեր կենսամակարդակը բարձրացնել եւ մեր առօրյա խնդիրները լուծել եւ անվտանգային համակարգերը պատշաճ վիճակում պահել, պաշտպանությունը եւ մնացածը, որ կրթություն, գիտություն։ Եվ ինչ կա այսօր իրականում մեր մոտ։ Երբ որ թվերին ենք նայում, իհարկե շատ տպավորություն է թվեր։ Համարյա եւ կրթության բնագավառում եւ գիտության բնագավառում վերջին 6 տարիների ընթացքում կրկնակի աճ։ Եվ այն խնդիրները, որոնք դրված են այսօր գիտության եւ կրթության առջեւ, դրանք կարողանում են հաջողությամբ լուծել, բայց միաժամանակ նաեւ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որովհետեւ մենք ըստ էության տարիներ շարունակ կրթական համակարգի բարեփոխումների իմիտացիա են կարել։ Խոսքը վերաբերում է հատկապես հանրակրթությանը։ Մի մեծ սխալ ենք թույլ տվել, հանրակրթության բնագավառում մենք քաղաքական ինստիտուտ ենք որպես դիտարկել, եւ այդ քաղաքական ինստիտուտը որպես այդպեսին ենք իրացել նաեւ պահանջել արդյունքներ, արդյունքներում ստացել ենք այն չունենք։ Չունենք որակյալ կրթություն հանրակրթության բնագավառում, չունենք որակյալ մասնագետներ, ովքեր որակյալ աշակերտներ կդաստիարակեն, եւ այս շղթան շարունակում է նաեւ բարձրագույն կրթական համակարգում, ես կարող եմ ուրախությամբ նշել, որ ամենայնպես այն համալսարանը, որի կառավարման խորհրդի նախագահն եմ, ես պետական տնտեսական եւ այն համալսարանը, որտեղ ես գտնվում եմ, եւ կարող եմ ելի թվարկել որոշ համալսարաններ, որտեղ իրականում արդեն շեշտադրում են ռիվայելության կրթություն եւ գիտություն։ Քաղաքական գործոնը, քաղաքական ազդեցությունը, կարծում եմ այստեղ նստածները, ովքեր այսօրվա համալսարանում ուսանող են կամ դասախոս են, կարող են դա գնահատել։ Որտեւ երբ որ այդ ինստիտուտները քաղաքականացնում են, այն հիմնական խնդիրը մոռացում են։ Եվ առանձնակի ուշադրությունը հենց կայանում է նրանում, որ ֆինանսավորումը ոչ միայն ինքնանպատակ է ֆինանսավորումը, շատ նպատակային։ Ավելին ասեմ ես, քանի որ ես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար որպես նաև առնչություն ունեի ռազմաարդյունաբերության հետ, իսկ ռազմաարդյունաբերությունը ինքը նաև
գիտատեխնիկական նորամուծություններ, նոր տեխնոլոգիաներ պատասխան կան այդ բնակավարում մինչև հիմա հատկացվող գումարները չեն կարողանում իրացնել։ Ասենք մոտորապես 5 միլիարդ դրամի տարեկան գումարներ են հատկացվում, մոտ 1.2 միլիարդ մաքսիմում, եթե մենք կարողանում ենք այդ գումարները օգտագործել։ Մենք ունենք գաղափարի մտքի պակաս։ Շատերը կլսեք հեռուստացով կդիտեք կամ այլ հնարավորություններով մարդիկ ներկայանում, որ մենք ունենք այսպիսի գաղափար, սա ենք ուզում անենք, սա ենք ուզում անենք, բոլորը ողջունելի են։ Ես վստահ եմ չի կարող մեկը պնդել մինչև վերջ, որ ինքը ունեցել է այդպիսի մի առաջադեմ գաղափար եւ պետությունը իրեն հնարավորություն չի տվել։ Այն բնակավարը, որի մասին որ ես խոսում եմ, ես կարող եմ վստահություն ասել, որ չկա այդպիսի բան։ Մենք ունենք դրա պակասը։ Մենք ունենք այդ մտքի այդ գաղափարի պակասը։ Մենք ունենք այդ բնակավարում զգալի հաջողություններ, ես կարող եմ ասել։ Գիտեք, ամեն ինչ միանգամից չի լինելու։ Աշխատանքային պայմանները կամ այլ հնարավորություններ, բայց այն մաքսիմումը, որ այսօր թույլ է տալի բյուջեն, որ արվում է, դա արդեն նկատելի է, թեկուզ եւ սարքավորումների ձեռքբերման առումով, թեկուզ եւ ֆինանսավորման առումով, այդ թվում նաեւ աշխատավարձերի բարձրացման առումով, այդ թվում նաեւ համապատասխան աշխատանքային պայմանների ստեղծման առումով, դրանք տեսանելի են եւ դրանք հաստատագրված են։ Դրանք բավարար են, մեզ ոչ, որտեղ մեր խնդիրը մի քիչ այլ է։ Մենք ժամանակի մեջ խնդիր ունենք։ Մենք արագ շարժվելու եւ շուտ արդյունք հասնելու խնդիր ունենք։ Սա ամենակարևոր մարտահրավերն է, որ մենք միասին պետք է կարողանանք լուծել։ Եվ նաև պետության առաջ խնդիր դնելու, խնդիրը ձևակերպելու։ Սա շատ կարևոր է միջավայրում։ Սա կարևորագույն մարտահրավերներից եւ միայն չի վերաբերում կրթությանը, գիտությանը։ Ընդհանրապես ցանկացած խնդրի, որը պետության առջև կանգնած, այդ խնդրի ձևակերպման խնդիր կա։ Համապատասխան գիտելիքի պակասության պատճառով այդ խնդիրը չի ձևակերպում այնպես, որը նաև անկարելի կլինի կամ ընդունելի կամ իրականանալի։ Գիտության մեջ առավել եւս։ Մենք հաջողություններ արձանագրել ենք գիտության եւ բարձրագույն կրթության կոմիտեի կողմից այդ տեղեկանքն տրվել, ես եմ խնդրել հատկապես հոդվածների տպագրելու առումով միջազգային համապատասխան այդ ստանդարտերում, սկոպուս եւ մնացածներում հաճախելի է անհամեմատ։ Երկրորդ բանը, որ ես ուշադրություն եմ դարձրել, մի հետաքրքիր վերլուծություն կար գիտության մեջ երիտասարդների ներգրավվածության առումով եւ վերջին տարիներին պետք է այլի արձանագրել որպես դրական երևույթ, դա իմիջիայլոց վերլուծություն ոչ թե պետական ինստիտուտների կողմից է կատարվել, այլ մասնավոր կառույցի Infocom եւ ես կարդացել, այդտեղ երիտասարդների թիվն է մեծացել։ Գիտությունը ավելի երիտասարդացել։ Եվ երբ որ այս մեկնաբանությունը ես արեցի, ակադեմիայում ինձ ասին, գիտեք, այն ուսանողներին, ովքեր որ մասնակցել են այդ աշխատանքներին, իրենց են այդ ցուցակումներ գրել, բայց պետք է անեն, բայց ինչի՞ պետք է ուսանողը առաջին կուրսից գիտական աշխատանքների մեջ չներգրավվի։ Բայց ինչ խնդիր կա։ Եվ ով ասես, որ ուսանողը պետք է անպայման 4 տարի սովորի կամ 2 տարի հետո նոր սկսի հոդվածներ գրել, ոչ այդպես չի։ Ինքը գիտական խմբի մեջ պետք է ներգրավվի եւ այդ մասնակցությունը ունենա։ Եվ ամենակարևորը, որ այդ խնդիրը ոնց որ թե սերնդափոխության առումով հիմա ավելի տեսանելի է եւ լուծման ճանապարհներն են տեսանելի եւ կիրառելի եւ պետք է այս շարունակել նաեւ ձեր օգնությամբ։ Հատկապես համասարանի այսօրվա քաղաքականության մեջ վարվող կրթության եւ գիտության։ Մի կարևոր խնդիր կա, որը մենք փորձում ենք նաեւ հասկանալ եւ լուծման ձևեր գտնել, որը տարբեր տեղերում քննադատության առաջանում։ Գիտեք, գիտության եւ իրարական գիտության, այսպես ասած, իրար մոտեցնել եւ իրար հետ կապել։ Մենք ուզում ենք ունենալ երկիր, որը հիմնված կլինի բարձր տեխնոլոգիական տնտեսություն։ Ես այսպես եմ ձևակերպում տալիս։ Այդպես է պատկերացնում։ Մենք այլ ձևով չենք կարող մեր նյութական ռեսուրսները օգտագործել։ Մենք չենք կարող ունենալ գյուղատնտեսություն, որտեղ ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ չեն օգտագործվում։ Մենք չենք կարող ունենալ առողջապահություն, որտեղ ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ չեն օգտագործվում։ Մենք չենք կարող ունենալ կրթություն եւ գիտություն, որտեղ ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ չեն կիրառվում։ Եվ ընդհանրապես տնտեսության մենք չենք կարող բնակավար ունենալ, որը դրանք են օգտագործում։ Մարդիկ շատ դեպքերում ընդդիմանում են, որը հասկանալի է։ Բայց այդ ընդդիմանալը չի նշանակում, որ պետք է դրանից հրաժարվել։ Պետք է հետևողական այդ աշխատանքը կատարել։ Սա մարտահրավեր է, որը մեր առջև կա, եւ մենք այդ մարտահրավերը պետք է հաղթահարենք։ Մենք պետք է սովորենք, որ այսօրվա արտադրանքը, այսօրվա ծառայությունը
որը մատուցում է հանրությանը, քաղաքացիներին կամ աշխարհում ներկայացում է, դա միայն եւ միայն բարձր տեխնոլոգիական հենքի վրա պետք է լինի։ Իսկ դա իր մեջ գիտելիք եւ կրթություն է։ Հիմա մենք պետք է կարողանանք այդ ամենը կիրառական նպատակներով օգտագործել։ Հաջորդը ես որպես մարտահրավեր իհարկե պատերազմն է։ Այն ինչ որ անում այսօրվա կառավարությունը, այն ինչ որ անում այսօրվա իշխանությունը, նաև ես մի միտում ունեմ։ Ի վերջո ընդունել որպես փաստ հարևանների գոյությունը, որպես այդպեսին իրենք կան, իրենց հետ համատեղ բարեգործական հարաբերություն ունենալու գործում։ Համոզված եմ դուք բոլորդ, մենք բոլորս ես ձեր հետ միասին կենցաղում դրանում ենք առաջնորդվում։ Մենք աշխատում ենք մեր հարևանների հետ խնդիրներ չունենալ։ Ոչ մի բանով դա պակաս չի գործում պետական մակարդակով։ Մեր կարողությունները մենք ամեն ինչ պետք է անենք մի օր առաջ պատերազմական, կիսապատերազմական այս իրավիճակը վերացնենք։ Դա չի նշանակում, որ մենք ուշադրություն պետք չէ դարձնենք պաշտպանությանը, անվտանգությանը եւ այլն, չէ։ Այդ ուղղությամբ աղրելի աշխատանք կա կատարվում։ Միշտ մարտահրավերը աղքատության վերացում։ Անընդհատ մտածել եմ այդ ուղղությամբ, դեռևս 2000-ականներին, երբ որ առաջին անգամ կառավարությունը հրապարակեց աղքատության դեմ պայքարի ռազմավարություն։ Ամբողջ ռազմավարության իմաստը որն էր։ Մենք մարդկանց թոշակները կավելացնենք, սոցիալական նպաստները կավելացնենք, աղքատությունը կվերանա։ Չի վերացել ու չի վերանա։ Այդ մտածողություն չի աշխատում։ Աղքատության վերացումը միայն կրթության մեջ։ Կրթված նախաձեռնող մարդը աղքատ չի կարող լինել։ Սա փաստ է։ Մենք առանձնատի ուշադրություն չենք դարձնում։ Մենք հիմա ասում ենք, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, նվազագույն կենսաթոշակը բարձրացնենք, էլիտապավորիչ թվերը, բայց հետո աղքատությունն էլի մոտորապես 24%, պաշտոնական հայտարարված մասը, գործազրկությունը 12%։ Միակ բացատրությունը դա է, որովհետև երբ որ նայում ենք նաև կրթական համակարգության իշխանները, այստեղ մենք խնդիր ունենք կրթության հասանելիության, հատկապես գյուղական բնակավայրերում։ Մենք այդ հնարավորությունները որպես պետություն չենք տվել։ Եվ մարդիկ գերադասել են ոչ թե կրթվել, այլ գերադասել են կրթություն չունենալով անցնել աշխատանքի, որն էլ ի վերջո բերում է աղքատության։ Մեր նախաձեռնությունը, մեր միտքը, մեր կարողությունը միայն կրթվելու միջոցով մենք կարող ենք դրսևորել։ Հակառակ դեպքում մենք անընդհատ այդ վատ ցիկլի մեջ ենք լինելու։ Փորձելու ենք հաղթահարել աղքատությունը, գումարներ ենք հատկացնելու այդ նպատակներով եւ ելի մնալու ենք աղքատ։ Լավագույն օրինակը մեզ համար երկրաշարժի հետևանքների հաղթահարման քաղաքականություններ սոցիալական ծրագրերով։ Հիշում եք բոլորդ ինչ որ ձևով առաջված կրնում։ Մարդկանց դա սովորեցրեց չաշխատել։ Մարդիկ ոչ թե մտածում էին աշխատել, այլ սպասում են այդ նպաստների, այդ գումարների։ Դրա հաշվի չառները բերեց դրան, որ մենք մինչև հիմա դեռևս, ասենք Գյումրիին պետք է դեռևս բնակարանային հաստատություն, դեռ պատկերացրեք 88 թիվ 2025 թիվ։ Սա այն մարտահրավերներից է, որը էական նշանակություն ունի մեզ համար եւ մենք պետք է կարողանանք սրա դերն առնել։ Մյուսը ժողովրդագրական վիճակը։ Ցավոք սրտի մենք ծերացող ժողովուրդ ենք։ Մեր մոտ ծերերի տոկոսային բաժինը գնալով աճում է եւ մենք խնդիր ունենք եւ այդ խնդիրը ամեն տարի նոր ձևով մեր առջև կանում։ Մենք այդ խնդիրը պետք է կարողանանք լուծել կամ պարզապես խրախուսելով երիտասարդներին ավելի շատ երեխան ունենալ, կամ երկրորդ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանանք մենք նոր աշխատատեղեր ունենալ եւ այդ նոր աշխատատեղերի շնորհիվ որպեսզի կարողանանք ապահովել այդ կենսաթոշակային մարդկանց գոնե նվազագույն պայմանները։ Մենք ունենք 780,000 աշխատող, մենք ունենք 450,000-ից 500,000 թոշակառու։ Ես հիշում եմ, երբ որ մեզ էին դասախոսություն կարդում, ասում են մեկ թոշակառուն 3 աշխատող։ Հիմա մեկին 1.5։ Սա հերթական արտահրավերն է։ Եվ մենք եթե չենք կարողանում այդ խնդիրը լուծել, մեր զարգացման պոտենցիալը եւ զարգացման հնարավորությունները սահմանափակվում են։ Լուծման ձևը էլի կրթության մեջ է եւ հատկապես կրթվածության մեջ։ Եվ ամփոփելով խոսքս, ընդունելով բոլոր այն մարտահրավերները, որ կան, որոնցից չենք կարող խուսափել։ Ընդունելով այդ մարտահրավերների հաղթահարման պահանջը, մենք պարտավոր ենք գտնել
բոլոր մարտահրավերները հաղթահարելու լուծումներ։ Իհարկե սահմանելով առաջնահերթություններ։ Ինքս անձամբ եւ կառավարության ծրագրերում դա հստակ անցնում է բարմի գծով, ինչպես բոլորս այս ասում ենք, օգտագործում են հաղթահարման ձեր կրթությունը եւ գիտությունը, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ նստած են այստեղ, ես էլ ձեր հետ միասին, մենք խնդիր ունենք մեր հասարակությանը, մեր երիտասարդ սերունդին կրթելու, գիտելիք փոխանցելու, նախաձեռնող դարձնելու, որովհետեւ եթե մենք սա չենք անում, շատ կներենք 21-րդ դարը, որ ասում են մերն ավիներու չի լինելու։ 21-րդ դարը իսկապես մերը կլինի, եթե մենք կարողանանք շարունակական առանց կանգնելու, առանց նեղվելու, առանց որևիցե այլև այլ նկատառումներ հաշվի առնելու զբաղվենք մեր գործով։ Եվ ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, վստահ եմ, որ դուք իրականում են մարդիկ եք, ովքեր որ հենց այս գաղափարներով են առաջնորդվում եւ իրենց աշխատանքային գործունեության մեջ, իրենց գիտական գործունեության մեջ, իրենց կրթական գործունեության մեջ արժեքներ են կրում, որոնք միտված են ապագա Հայաստանը ուժեղ, կայացած ժողովրդավարական տեսնելու մեջ։ Շնորհակալություն։